Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավը շարունակել է Լոռու մարզում։ Նորին վստահում է Գագիկ Ծառուկյանի եւ ուրեմն հունիսի 7-ին Սպիտակ Ստեփանավան Ալավերդի Վանաձոր ԲՀԿ առաջնորդն ազդարարել է սպասվող լավ փոփոխությունների մասին։ Փող եք աշխատելու, գործ եք ունենալու, դամացիների հետ բարձր լինելու։ Լավ փոփոխությունների շարքը սկսվելու է Քրիստոսի մոնումենտալ արձանի բացման արդյունքում, որը կառուցում է Ծառուկյան ընտանիքը։ Բրազիլիայի փոխարեն զբոսաշրջիկները Հայաստան են գալու։ Ծառուկյանը հաշվարկել է 20 միլիոն մարդ, իսկ դրա օգուտները քաղելու է ժողովուրդը։ Գալու են, մնալու են, ծախսելու են ամեն մեկը $5,000, իսկ ընդհանուր 100 միլիարդ։ Այդ 100 միլիարդը իմ երկրում է մնալու, տաքսիստն էլ առնելու, գյուղացին էլ առնելու, քաղաքացին էլ առնելու, փոքր ու միջին բիզնեսն էլ առնելու, աշխատատեղերը լինելու։ Ծառուկյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների վերջին համատեղ հայտարարությանը, որը Հայաստանին է վերաբերում։ Շեշտել է Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիությունով փոխարինելու խոսակցությունները մտահոգում են հանրությանը։ Բոլորը այսօր խառնված, շփոթված, հարյուրավոր զանգեր, դե ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, եւ հարցնելով պարոն Ծառուկյան ինչ անենք, ես ասում եմ դրա համար ես արդեն 1 ամիս է ասում եմ, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, սենց է լինելու, որ մարդիկ չեն գիտակցում, չեն տիրապետում։ Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է։ Եթե քանդվեց, ինչ է լինելու։ Մի բան պետք է հասկանա, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ ԲՀԿ առաջնորդի գնահատմամբ խաղաղություն բերելու հայտարարությունները հանգեցրել են Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի։ Դա լավ բանի չի բերելու, տանել է սննկացման, քանդման, հավիրման, բայց էլի ուշ չի, ես նորից եմ ասում, հարյուրավոր զանգեր գալիս են ասելով Ծառուկյան ջան, դու միշտ ասել ես, դու գիտես, ոնց է լինելու, ես ասելով, որ մի անհանգստացեք, չլուծվող խնդիր չկա, երբ որ դուք ինձ հնարավորություն տաք, մեկ օրում կլուծեմ, ամեն ինչը տեղի, ճանապարհներ կբացվի, զարգացումներ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Ծառուկյանը նշել է, իրականությանը չի համապատասխանում իշխանության պնդումը, թե խաղաղություն է։ Ջորջան, խաղաղություն են բերել, թող ցույց տան այդ մեծ խոսացողները։ Թուղթը, որ Ալիևի հետ ասենք ստորագրել են, տեսնենք, որ երաշխավորած խաղաղություն է, ուրեմն մենք լիարժեք ասենք ճիշտ։ Ոչ մի երաշխավորած խաղաղություն չկա։ Այսօր ոչ մեկը չի կարող 51% հավաքել, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, պետք է համախմբվել։ Ով շատ ձայն հավաքեց, նայել վարչապետի տեխնիկացիոն առաջարկումը եւ մենք միասնական դա իրականացնում ենք։ Հասկանալ է։ Շնորհակալություն։ Վանաձորում ԲՀԿ քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ Հայատ պրոջեկտի հայություն խումբը։ Դա Ծառուկյանի անակնկալներ շրջանավարտներին։ Նա այդ հանդիպմանը քաղաքական հարցերի չանդրադարձավ, ծրագրերից չխոսեց։ ԲՀԿ նախագահն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մեղադրանքին, թե իր փեսան Կարապետ Գուլոյանը դատարանի որոշմամբ պետականացված առանձնատնից քարեր է հանել։ Ծառուկյանը պնդել է, Գուլոյանը այնտեղ վերանորոգում էր սկսել դեռ մինչև դատարանի որոշումը, որ ընդարձակի տունը։ Պետության սեփականություն դարձել է առանձնատան ավելի քան 90%-ը։ Մնացած մասը, որի շուրջ էլ նոր հողատարածքներ էին ավելացել, ապօրինի չի ճանաչվել։ Գագիկ Ծառուկյանն ասել է, Գուլոյանը պատրաստ է վճարել $2.5 միլիոն եւ վերադարձնել հայրական տունը։ Իսկ այդ աբրիցով կան քանդելա, որ նոր քարեր։ Վարպետներին տարել են 3 օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո։ Իսկ այդ քանդելը եղել է այդ որոշումից առաջ, մի տարի, տարուկես առաջ։ Որտեղ ապել հիմա ինքը, պարոն Գուլոյան։ Հիմա Վարշավա մնում։ Ծառուկյանն ասում է, եթե իշխանությունն ուզում է Գուլոյանի տունը ծերանոց դարձնել, Փեսայի առաջարկած 2.5 միլիոնին մի այդքան էլ ինքը կավելացնի։ Թող նորմալ ծերանոց կառուցեն։ Երբ նորմալ ծերանոց ասում են ձեր տունն է լինելու, ձեր տունն է, սարի վրայի դղյակը վերցնելա, սարի ծերան։ Այդ ասեք որ կլասի մարդիկ են գալու լինի։ Նորմալ ծեր է։ Եթե նորմալ ծեր է, 20-30 հոգի։ որ հետ կապած է այս process սկսվի, ինչ է կանելու։ Դեռ ինչ կանեմ, օրենքի դեմ սա հավասար է, եթե փաստաթղթերը իմ կերակարանտ ունի, իրաց ցավներ տանեմ։ Աննա Զախարյան, լուրեր։